Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօր ցանկանում եմ մի փոքր ավելի մանրամասն խոսել մի թեզի մասին, որին անդրադարձա իմ վերջին հարցազրույցում, որը հեռարձակվել է 2 օր առաջ Life Armenia կայանով։ Խոսքը այն մասին է, որ կա մի այսպիսի լայնորեն շրջանառվող թեզ, որի համաձայն ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականությունը այսօր Կովկասում ունի ռազմավարական արդարացում։ Գիտեք, այդ մասին խոսեցի, ինչպես ասացի, այդ բանավոր, այսպես խոսեցի այդ հարցազրույցում, բայց բաներ կան, որ պետք է ավելի մանրամասն, ավելի հանգամանորեն ներկայացնել, որովհետև գիտելիք է պետք նաև մեզ բոլորիս, երբ քննարկում ենք ռազմավարական հարցերը, հենց մերօրյա ռազմավարական հարցերը, իսկ առանց պատմական ակնարկների, առանց պատմությանը նայելու հնարավոր չէ վերլուծել ռազմավարությունը, հենց ներկա ռազմավարությունը։ Ուրեմն այդ տեսակետը, որ Ռուսաստանը ստիպված է վարել, ահա այսպիսի քաղաքականություն այսօր Կովկասում, ակտիվորեն շրջանառվում է ինչպես ռուսաստանյան տեղեկատվական հարթակներում, այնպես էլ հայաստանցի որոշ վերլուծաբանների խոսույթում։ Այդ տեսակետը սկզբից էլ ասեմ, անտեսում է կամ փորձում է նվազեցնել այն փաստը, որ Լավրովյան քաղաքականության հետևանքով Ռուսաստանը մեծապես զիջել է իր դիրքերը այսօր Կովկասում։ Հօգուտ Թուրքիա-Ադրբեջան դաշինքի եւ նրա թիկունքում կանգնած Արևմուտքի։ Արևմուտք ասելով այս դեպքում հասկանում եմ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Եվրոպական միությունը։ Ուրեմն այդ տեսակետը հնարավոր չէ արդարացնել թեկուզ այն պատճառով, որ այսօր Կովկասի նշանակությունը Ռուսաստանի ռազմական ու ռազմավարական անվտանգության համար պակաս կարևոր չէ, քան Ուկրաինայի նշանակությունը։ Այսօր Կովկասը թուրքերին եւ արևմուտքին անհեռատեսորեն այսպես զիջելը, հատկապես Արցախից զորքերը այդպես անփառունակ կերպով դուրս բերելը, արդեն իսկ կտրուկ նվազեցրել է Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը ոչ միայն այսօր Կովկասում, այլև միջինասիական պետություններում, եւ թուրքախոս պետություններում, եւ Տաջիկստանում, եւ նույնիսկ Ռուսաստանի մահմեդական ու թուրքախոս բնակչություն ունեցող դաշնային հանրապետություններում եւ տարբեր շրջաններում, խոսքս Դաղստանի մասին է, Չեչնիայի մասին է, Թաթարստանի մասին է եւ մի շարք այլ շրջանների մասին։ Կոպիտ ասած, Ռուսաստանը, եթե այն պատկերացնենք որպես ամրոց, իսկ յուրաքանչյուր երկիր կարող ենք այդպես պատկերացնել, երբ խոսքը վերաբերում է ռազմական քաղաքականությանը, կամ երբ այդ երկիրը պատերազմ է մղում մի որևէ ճակատով, ուրեմն եթե Ռուսաստանը պատկերացնենք որպես ամրոց, ապա այն որոշել է կռվել միայն իր արևմտյան դարպասների համար, պայքարել միայն այդ դարպասները պաշտպանելու համար կամ ընդլայնվելու համար, որպեսզի այդ դարպասները ապահով լինեն։ Իսկ իր հարավային դարպասը թողել է բաց եւ անպաշտպան։ Սա որևէ պատերազմի ժամանակ կործանարար ռազմավարություն է, որտեղ եթե դու ունես մի քանի դարպաս, բոլորն էլ պետք է պաշտպանես, եթե դու պաշտպանես բոլորը բացի թեկուզ մեկ դարպասից, հենց այդ մեկ դարպասով էլ թշնամիները կարող են ներխուժել եւ կործանել քեզ։ Հարցին, որպեսի ավելի պարզ պատասխանեմ, պետք է բերեմ պատմական մի քանի օրինակներ, որոնք այդ հարցազրույցի ժամանակ նշեցի, բայց հիմա կարծում եմ արժե համառոտ կամ ավելի մանրամասն առանձին հիշատակել ու համեմատել ներկա դրության հետ։ Ես ցանկանում եմ բերել 19-րդ դարի սկզբի իրադրության
իրադրության պատկերը եւ համեմատել այն այսօրվա հետ, որովհետեւ հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանը ամրացավ այսր Կովկասում։ Եվ այսպես, թեզին, թե Ռուսաստանը պետք է միայն մեկ ճակատում ատամներով պաշտպանի իր շահերը, մենք պետք է հակադրենք հենց 19-րդ դարի սկզբի օրինակը, երբ Ռուսաստանը միաժամանակ վարում էր պատերազմներ մի քանի ճակատներում, մասնավորապես Նապոլեոնի դեմ արևմտյան ճակատներում ընթացող պատերազմներին զուգահեռ ռուսական զորաբանակները հարավում կռվում էին պարսիկների և թուրքերի դեմ, իսկ հյուսիսում շվեդների դեմ։ Եկեք ավելի այսպես առարկայորեն տարիներով նշեմ, թե ինչ է կատարվել 19-րդ դարի սկզբին։ Ուրեմն 1805 թվականից մինչև 1815 թվականը Ռուսաստանը իր դաշնակիցների հետ կամ երբեմն միայնակ Նապոլեոնյան Ֆրանսիայի և նրա դաշնակիցների դեմ վարել է 3 պատերազմ՝ 1805 թվականին, 1806-1807 թվականներին, 1809 թվականին և վերջապես 1812 թվականին, ինչպես նաև հետո շարունակվել է 13-ին, 14-ին, 15-ին։ Երեք էլ չէ, ավելի շատ է, եթե 12 թվականից հետո հաշվենք, այնտեղ շարունակվել են կռիվները Եվրոպայում, ռուսական բանակները մտել են Եվրոպա, հաղթել են, պարտվել են դաշնակիցների հետ, մինչև վերջնականապես Նապոլեոնին հաղթել են 1815 թվականին նրա Էլբայից վերադարձից հետո։ Ուրեմն այդ նույն ընթացքում Ռուսաստանը վարել է պատերազմ նաև մի հզոր ռազմական տերության դեմ, ինչպիսին այն ժամանակ Շվեդիան էր, 1808-1809 թվականներին։ Ուրեմն այդ 10 տարին ես վերցրեցի 1805-ից 1815։ Իսկ հիմա նայենք, թե հարավային ճակատներում ինչ է կատարվել այդ ընթացքում։ Ուրեմն հենց այդ միջակայքում Ռուսաստանը երկարատև պատերազմներ է վարել Օսմանյան կայսրության դեմ 1806-ից 1812 թվականներին, 6-7 տարի, և Ղաջարական Պարսկաստանի դեմ 1804-ից 1813 թվականներին, միաժամանակ։ Իսկ այսօր ասում են, թե ոչ, միաժամանակ չպետք է վարել և չի կարելի վարել և չի կարող վարել, այսինքն վարել անպայման չի պատերազմի մասին է խոսքը, այլ հենց այդ քաղաքականության, ակտիվ քաղաքականության մասին, իր շահերը պաշտպանելու մասին, իր դաշնակիցներին պաշտպանելու մասին է խոսքը։ Եվ մեկ ուրիշ ուրեմն կարևոր օրինակ հենց այդ պատերազմներից դա այն է, որ ամենաուշագրավ այսպես օրինակը դա ռուսական հայրենական առաջին պատերազմն էր, երբ Ռուսաստանը ստիպված էր միայնակ դիմագրավել գրեթե ամբողջ Եվրոպայի հավաքական ռազմական ուժին։ 1812 թվականի մասին է խոսքը, երբ Նապոլեոն Բոնապարտի շուրջ 600 հազարանոց մեծ բանակը, Grand Armée, այսպես էր կոչվում այդ բանակը, որը ներխուժեց 1812-ին Ռուսաստան, կազմված էր ոչ միայն ֆրանսիական բանակից, այլև եվրոպական երկրների ու ժողովուրդների բազմաքանակ զորքերից։ Իրականում 1812 թվականին Ռուսաստանը կռվում էր իր արևմտյան ճակատում եվրոպական միացյալ բանակի դեմ։ Եվ որպեսի պատկերացում կազմեք, ես այսպես շատ համառոտ փորձեմ արագ ասել, թե այդ ֆրանսիական բանակի կազմում ինչպիսի ազգային զորախմբեր կային։ Եվ այդ 600 հազարից մոտ ավելի քան 300 հազարը ֆրանսիացիներ չէին։ Ֆրանսիական զորքերը շուրջ 300 հազար էին, լեհական զորքերը շուրջ 95 հազար, Իտալիայից բերված զորքերը շուրջ 45 հազար, Բավարիայից զորքերը շուրջ 30 հազար, սաքսոնական զորքերը շուրջ 25 հազար, Պրուսիայից բերած զորքերը շուրջ 20 հազար,
Ավստրիայից 30,000, Շվեյցարիայից 10,000, Հոլանդիայից 15,000, Բելգիայի զորքերը, քանի որ ներառված էին ֆրանսիական զորքերում, դրանց թիվը պարզ չէ, հստակ չի կարելի նշել, բայց դրանք նույնպես արկա էին։ Իսպանիայից շուրջ 5,000 զինվոր էր բերվել, Պորտուգալիայից կային փոքրաթիվ ստորաբաժանումներ, Խորվաթիայից, Դալմացիայից, այդ իլիրիական նահանգներից շուրջ 3,000, Վեստֆալիայից շուրջ 20,000 զինվոր կար։ Այսպիսով Նապոլեոնի մեծ բանակի ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 600,000 մարդ, որից ավելի քան կեսը ֆրանսիացիներ չէին, ինչպես ասացի։ Այսօր, ի տարբերություն 1812 թվականի իրավիճակի, արևմտյան պետությունները օգնում են Ուկրաինային զենք, զինամթերքով, հետախուզական տվյալներով, ֆինանսներով, դիվանագիտական ու քարոզչական աջակցությամբ, բայց ոչ իրենց բանակային խոշոր զորախմբերով։ Ուկրաինական բանակի կազմում չկա գեթ 1, թեկուզ 5,000-անոց օտար զորախումբ։ Իսկ այն մի քանի հազար վարձկանները, որոնք կան ուկրաինական կողմից կռվում են, դրանք կամ ընդգրկված են ուկրաինական ստորաբաժանումներում, կամ փոքրաթիվ ու պակաս մարտունակ այսպես ստորաբաժանումներ են, չհաշված հատուկ նշանակության գուցե որոշ ջոկատներ կան, որոնք նույնպես մասնակցում են այդ պատերազմին, բայց զորքեր որպես այդպիսին, զորախումբ, զորագունդ, չգիտեմ, կորպուս, դիվիզիա, բրիգադ, թեկուզ գումարտակ չկա։ Կրկնում եմ, այդ նույն 1812 թվականին Ռուսաստանը պատերազմի մեջ էր Պարսկաստանի հետ, 1806-12 թվականներին ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Նապոլեոնի ներխուժումից ընդամենը 2 շաբաթ առաջ, հաջողվեց պայմանագիր կնքել և զորքերի որոշ քանակ հաջողվեց բերել, որոնք մասնակցեցին արդեն Նապոլեոնի դեմ կռիվներին։ Ընդամենը մոտ 15-16 օր առաջ կնքվեց Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիրը։ Եվ Շվեդիայի մասին էլ պետք է նաև հիշենք։ Դա էլ ուրեմն Պարսկաստանի դեմ պատերազմ է, Թուրքիայի դեմ պատերազմ է, միաժամանակ Շվեդիայի դեմ է պատերազմ 1808-1809 թվականներին։ Ընդ որում Ռուսաստանը միայնակ էր կռվում Շվեդիայի դեմ, առանց որևէ դաշնակցի, թե Ֆրանսիան դրդեց նրան, բայց Ռուսաստանը ուրեմն չուներ կոնկրետ դաշնակից, Շվեդիան ուներ, Մեծ Բրիտանիան այդ ժամանակ աջակցում էր Շվեդիային ոչ թե զորքով, բայց իր ռազմածովային ուժերով, ինչպես նաև ֆինանսական միջոցներով։ Ուրեմն այս պատմական զուգահեռները ինչու են բերում, որպեսզի կատարենք մի շատ կարևոր եզրակացություններ, քանի որ ժամանակը մեր անսահմանափակ չէ, այս թեման չեմ ուզում շատ երկարել, այժմ միայն մի քանի եզրակացության մասին խոսեմ շատ համառոտ։ Առաջին, Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը այսօր Կովկասում, որով նա իր դիրքերը հետևողականորեն զիջեց Թուրքիա-Ադրբեջան կոնֆեդերացիային և Արևմուտքին, ընթացքում էլ պատշաճ ռազմական օժանդակություն չցուցաբերեց իր երկար տարիների հավատարիմ դաշնակից Հայաստանի Հանրապետությանը, այդ քաղաքականությունը Լավրովյան չունի ոչ մի պատմական կամ ռազմավարական հիմք և արդարացում։ Երկրորդ եզրակացությունը, ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունը չի կարող արագորեն վերականգնել իր դիրքերը այսօր Կովկասում։ Իսկ եթե երբևէ վերականգնի էլ, գիտեք ինչ, շատ բարդ է լինելու, որովհետև չափազանց մեծ նահանջ է կատարել։ Չափազանց մեծ նահանջ, ինչպես ասացի, ամենավառ վկայությունը դա Արցախից խաղաղապահ այդ զորագնդի դուրսբերումն էր, որ ամբողջ մեր հետխորհրդային տարածաշրջանի համար, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար ցույց տվեց, որ Ռուսաստանը չի հարգում իր վրա վերցրած պարտականությունները։
եւ կամ չի կարողանում կատարել այդ պարտականությունները, ուժերը չեն բավարարում։ Հիմա թե որն է կարևոր չի։ Եվ երրորդ եզրակացությունը Հայաստանի Հանրապետությունը հատկապես այն պահից, երբ Հայաստանում կատարվի իշխանափոխություն եւ կգա ազգային իշխանություն, հուսով Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակվանից պետք է իր ռազմական անվտանգությունը կառուցի, հիմնվելով ոչ թե արևմուտքի կամ Ռուսաստանի տրամադրելի անվտանգության այդ անվստահելի երաշխիքների վրա, երերուն երաշխիքների վրա, որովհետև արևմուտքը իրականում Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանն էլ այսօր նույնպես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է խաղում ի վնաս Հայաստանի։ Վերջին տարիների մասին է խոսքը։ Այսինքն ինչ որ մի համաձայնություն հավանաբար գոյություն ունի Միացյալ Նահանգների, կոլեկտիվ արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Տեսեք, վերջին դրա վկայությունն էլ այն էր, որ ինչպես արևմտյան գրեթե բոլոր երկրները, այնպես էլ Ռուսաստանը շատ բարձր այսպես գնահատական տվեցին Փաշինյանի կնքած, բայց դեռ ոչ ստորագրած այն համաձայնագրին, իբր խաղաղության համաձայնագրին, որով Արցախի հայաթափումը օրինականացվում է եւ այդ ցեղասպանության համար Ադրբեջանը որևէ պատասխանատվությունից խուսափում է։ Ինչպես արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը շատ բարձր գնահատական տվեցին եւ ծափահարեցին այդ պայմանագրին, որը դեռ չի ստորագրվել։ Դա էլ չի եղել դեռ։ Ուրեմն Հայաստանը պետք է իր անվտանգությունը կերտի նոր ռազմական ու ռազմավարական դաշնակիցների հետ։ Դաշինքներ պետք է կնքել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հնդկաստանի հետ։ Իհարկե միաժամանակ պետք է պահպանել Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, Ֆրանսիայի մյուս պետությունների հետ պահպանել հնարավորին չափ սերտ բարեկամական հարաբերություններ, որքան որ դա հնարավոր է, բոլոր հնարավոր ոլորտներում։ Բոլոր ոլորտներում, այդ թվում, եթե հնարավոր է ռազմական ոլորտում ռազմական համագործակցություն ունենալ, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ, բայց երաշխիքների վրա արևմտյան եւ ռուսաստանյան հիմնվել չի կարելի։ Եվ չորրորդ ամենակարևորը դա այն է, որ Հայաստանի անվտանգության համար վճռորոշ նշանակություն է ունենալու ադրբեջանական ագրեսիայի զսպման սեփական գործուն մեխանիզմների ստեղծումը։ Դա պետք է անել համընդհանուր ինքնապաշտպանության եւ ազգ բանակ կերտելու սկզբունքների հիման վրա։ Այսքանը, շնորհակալություն։